Մարիա հեռուստասերիալում ամեն բան դուրս է գալիս վերահսկողությունից։ Ռուբենն ու Սոֆյան այժմ մեկ թիմ են։ Սոֆյան վերջապես ճշմարտության կողմում լինելով խոստովանում է, որ Ռաֆն է իրեն ստիպել դատարանում սուտ ցուցմունք տալ Դավիթի դեմ։ Նա նաև խոստովանում է, որ հենց Ռաֆն է սպանել Արտակին։ Ռուբենը լուր, սակայն վճռական խորհուրդ է տալիս Սոֆյային զգուշություն ցուցաբերել, Ռաֆին ոչինչ չասել, քանի դեռ իր ձեռքում բավարար ապացույցներ չեն կուտակվել։ Սոֆյայի փոխանցած ձայնագրություններն ու նյութերը Ռուբենը պատրաստվում է օգտագործել օրենքով վերջնական հաշվեհարդար տեսնելու համար։ Նույն օրը Ռուբենը գնում է Մարիայի տուն, ոգևորված ու մեծ հույսով։ Լուր ունի, որ կարող է վերջապես փրկել Դավիթին, որ արդարությունը մեկ քայլ հեռու է։ Սակայն Մարիայի արձագանքը ցնցում է նրան։ Մարիան նստած է անշարժ, անտարբեր և անասելի խորը ցավ աչքերում։ Այդ պահին Ռուբենը առաջին անգամ իսկապես զգում է Մարիայի ներսում տեղի է ունեցել մի բան, որի մասին ինքը գաղափար անգամ չունի։ Մինչդեռ Ռաֆը սկսում է զգալ, որ իր կառուցած կեղծ հենասյուները փլվում են մեկը մյուսի հետևից։ Նա տեսնում է, որ այլևս մենակ է, առանց համախոհների, սակայն չարությունն ու ինքնավստահությունը իր ներսում ուժեղ են։ Ռաֆը զանգում է Անիին, սպառնալիքով ու ցինիկ նախազգուշացմամբ։ Նա անզուսպ հայտնում է, որ Մարիան միայն սկիզբն էր, և եթե Անին չլռի ու հեռու չմնա այս պատմությունից, նա էլ կարժանանա նույն ճակատագրին, բայց Անին չի վախենում, նա վախ չունի։ Լիլիթն էլ իր հերթին հոգեպես փլուզված է։ Նա սկսում է հասկանալ, իր եղբայրը Ռաֆը իսկապես մարդասպան է։ Լիլիթը կամուկացի մեջ է, պատմել Աբուլին, թե լռել, պաշտպանելով եղբորը։ Բայց արդյոք լռելն այժմ չի նշանակի հանցակից լինել Ռաֆի հանցանքներին։ Իսկ իրականում Լիլիթը պատկերացում անգամ չունի, որ Աբուլը գիտի, որ հենց Ռաֆն է սպանել Արտակին։ Եվ այդ նույն պահին, երբ ճշմարտությունը շնչում է Սոֆյայի շուրթերին, Ռաֆը սկսում է հետևել նրան։ Վստահ է, Սոֆյան այլևս վտանգ է իր համար, և միայն մեկ լուծում կա՝ լռեցնել։ Նա դանդաղ մոտենում է Սոֆյային, խեղդելու մտադրությամբ։ Իսկ Սոֆյան ահավոր վախենում է, ցանկանում է գոռալ, սակայն Ռաֆը նրան այդ հնարավորությունը չի տալիս։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ռաֆը կսպանի Սոֆյային։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկում են ասելի հո անտեր չես։ Երկում կերկուն են։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի կերում։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տարի։ Դու լավ ես։ Կարայինք չմնք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման եմ մի խոսքը։ Բերիսար։ Անդրես։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он մոսկովաց նամար։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։
Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայլության պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմնելան իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերայի։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասա։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենայինք, որ մեր գործը սկսվեց ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը համար։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատ եք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախի ես ինձ այդքան